Ավետարան ըստ Ղուկասի գլուխ 11: Ոչ ոք ճրագ վառելով ծածուկ տեղ չի դնի, այլ կդնի աշտանակի վրա, որպեսզի մտնողը լույս տեսնի: Մարմնի ճրագը աչքն է: Երբ աչքը առողջ է, ամբողջ մարմինը լուսավոր կլինի: Իսկ երբ աչքը պղտոր է, մարմինն էլ խավար կլինի: Արդ զգույշ եղիր, գուցե այն լույսը, որ քո մեջ է, խավար լինի: Եթե քո ամբողջ մարմինը լուսավոր է, և նրա մեջ խավար իմաստ չկա, ամեն ինչ այնպես լուսավոր կլինի, ինչպես երբ ճրագը իր շողերով լուսավորի քեզ: Եվ մինչդեռ նա խոսում էր այս բաները, մի փարիսեցի աղաչում էր նրան, որ իր մոտ ճաշի: Եվ նա մտնելով սեղան նստեց: Երբ փարիսեցին տեսավ, զարմացավ, որովհետև Հիսուս ճաշից առաջ չլվացվեց: Տերը նրան ասաց. «Այժմ դուք փարիսեցիներդ բաժակի և պնակի արտաքինն եք մաքրում, իսկ ձեր ներքինը լի է հափշտակությամբ և չարությամբ: Անմիտներ, չէ՞ որ նա, ով արտաքինը ստեղծեց, նաև ներքինը ստեղծեց: Բայց տեսեք, թե ինչն է իսկապես արժան: Ողորմություն տվեք, և ահա ձեր ամեն ինչը մաքուր կլինի: Բայց վայ ձեզ, փարիսեցիներիդ, որ տասանորդ եք տալիս անանուխի, փեգենայի և ամեն տեսակ բանջարեղենի, բայց ձանձ եք անում Աստծու արդարությունն ու սերը: Այս բաները պետք էր անել, բայց մյուսները ձանձ չանել: